Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, YouTube-յան ալիքի մեր շատ հարգելի հետևորդներ, եթերում սև եւ սպիտակն է, Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան։ Ընդ որում միանալով ողջուններին իհարկե, այսօր հաղորդումը շատ այդպես համապատրաստից սյուրպրիզներով սկսվեց, չէ՞։ Սկսած մեր ուշանալու Նախահաղորդումային նախահաղորդումային ժողովուրդը խառնվել էին իրար։ մի հատ խոսք կա, չգիտեմ, արժի ասեմ, հոչս տեղի, ու փոխաբերականի վաստու, ասում շարմուտ, որ կապում ես, կամ կծելա սովորում, կամ հաճան։ Հիմա փոխանակ դու ինձ սովորացնես պունկտուալ լինել, Կոմոդ լավ ստացվում է։ Դու դարձել ես ուշասող։ Չէ, բայց դες օբյեկտիվ պատճառ կար իհարկե։ Խցանումները։ Խցանում, ընդ որում լավ խցանում, նաև լավ իմաստով խցանում, ես օրինակ հիացած էի այդ խցանումի արդյունքը։ Արդյունքը չէ, պատճառը։ Պատճառը, նաև արդյունքը Արդյունքը վաղը միսօր կերևա։ Չէ, բայց ծառերը տնկացած Շատ մեծ ծավալուն աշխատանք էր իրականացվում ու գիտեք ինչն էր ամենալավը այն որ ծառատունկ էր այդքան տեղը ու շատ հարդարված, մաքրած ու ծառերն էին ընդ որում երևում էր որ շատ որակյալ ծառեր են այո ու ոռոգման ջուրը այնտեղ մենք արդեն սովորում ենք իսկապես ճիշտ աշխատել համակարգային այո ու բացի դա ամենահավեսը տրամադրություններ աշխատողների Որ ոչ թե եկել են գործի լավ դե գնանք այսօր Ընդ որում էդ էլ ասեմ առանց ցուցամոլության երկուսս է գլուխներս դուրս են կանել մեքենայի այդ ապակիներից ու հերթով բոլորին շնորհակալություն ենք ասել որովհետև շնորհակալության բանը շատ մաքուր լավ աշխատանք էր արվում ու այդ տրամադրություններից էլ ուզում ենք գողանայինք Դե ծառալանջի օդը մենք էլ ենք էլի շնչելու մեթոդների հետ կապ ունի ու այդ լավ տրամադրության այն մյուս էպիզոդը շատ հետաքրքիր էր որ պապի հա մեքենայի մեջ քեզ վիդեո կոլ արեցին գալիս ենք մեքենայով ղեկին Գագիկնա ու ինձ մեսենջերով վիդեո կոլ է գալիս ես զարմացած եմ որովհետև ասենք վիդեո կոլ անում են այս ժամանակ առանց նախապես պայմանավորվել նախապես տեղեկացնում են որովհետև կարող է քեզ համար շատ անհարմար վայրում դե ու այնպեսի մարդուց որ նես չի այլ ամենօրյա կապ շփում անգամ նենց անունը կարողա չհիշեի եթե գրած չլիներ Վերցնում եմ, ասի լավ դե մեքենայի մեջ ենք Վերցնում եմ ու այնտեղից գեղեցկադեմ աղջիկ ողջունելով, բարի լույս մաղթելով մեզ ներողություն ասելով, որ առանց զգուշացնելու է զանգում, չնայած ասեց, որ գրել էր հարմարա կարելի է զանգել, չէր համբերել պատասխանի, նաև չէր կարողացել մերժել պապին Պարզվեց, որ մի հատ պապի կա իր մոտ աշխատավայրում ով շատ ուզում է ինձ տեսնի Ափսոս որ Իքել անունը իմանալով որ չարցրեցին մեսենջերում ընկերներ ենք որոշել էր զանգել ու պապին շատ ոգևորված մի հատ էլ մեր ջեր ողջույնները պապիկին 41 թիվ կներեք որ ձեր անունը չենք հարցրել այո այնքան հուզվեցին 85 տարեկան ով փորձեց մի քանի բառով կիսվել իր կյանքից ներկայացնել ոնց է համարում որ սա իր պետությունն է ինչպես է վերաբերվում տարատեսակ երևույթներին, ովքեր կասկածի տակ կարող են դնել Հայաստանի պետականությունը, անկախությունը մի խոսքով, դե մեծ ավարի մի երկու բառ էլ ավել մեկ էլ, ասես մի քիչ խոսեցինք իմիջայլոց բանով են, խադունոկ են, չէ ասում, դրա օգնությամբ էր ասել այդ գրասենյակ բանա, մեկ էլ ասեց դե նման դեպքեր շատ է եղել ինձ մոտ ու գույնը արդեն ավելացավ, ասես մեկ էլ գնել ջան, Գագիկին եմ Մկրտչյան շատ սիրում, շատ հարգում, նայում եմ իրա բոլոր հաղորդումները ու Մանավանդ Երևան Փարիզը, ասի մի րոպե պապի ջան, հեսա Գագիկ Մկրտչյանը, վա ավելի ոգևորվեց ու իսկապես օրը ստացվեց, ինչի համար մենք շատ ուրախ ենք, որովհետև իսկապես գիտես որքան էլ որ մենք չենք ցանկանա այդ բառը օգտագործել չնայած մի ժամանակ օգտագործում էր խոցելի խավ էին ասում չէ թոշակառուներին բայց այդտեն իսկապես շատ ծանր կյանք տեսած մարդիկ են ովքեր տեսել են խաղել են նախ եւ առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի հետ պատերազմյան դառը կյանքը ինչը որ ասեց հենց պապիկը դառը կյանքը հացի պակաս իմ ու քո ծարիկի մարդ հայրս 42 թիվ, ինքը 41 թիվ հայրս 38 թիվ ինքն էլ էր սովից պատմում
15 minut ընթացքն է, սով եւ այլն։ Հետո աշխատել, հետո այս անկախությունը, Արցախյան պատերազմ, դրանից առաջ երկրաշարժը, ամեն ինչ այդ սերունդը տեսել։ ամեն ինչ տեսել է, մշտապես աշխատել է, մշտապես կռիվա տվել իր ընտանիքին պահելու համար, չէ, ուսման եւ այլն հարցեր հազար տեսակ ու ոչ մի պահի ոչինչ չի հասրել վայելին։ Կարող է սովետի ժամանակ մի 10 տարի արանք է ինչ-որ տենց բան, էնել այնքան բան ես դու այնքան տեղեր ես հետ ընկած լինում, որ ուզում ես բերես ավելի հասցնել։ Դե ասես, չէ, Քոչարյանի օրոք անցել է թոշակի կոպեկներով թոշակ։ Ընդ որում 40 տարվա թոշակը 32 տարի են գրել։ Իմիջայլոց այս թեման գիտես շատ քիչ է արծարծվում, բայց ես հենց ասեց հիշեցի, որ 20-21-22 թվականներին ինչ շատ զանգահարում էին մարդիկ, այդ Քոչարյանի ակտիվանալու շրջանում, ու ասում էին, որ իրենց թոշակը ցածը քիչ են գրել տարիները։ Տարիները քիչ է գրած, սխալ է հաշվարկած, այո, որպեսզի քիչ փող տան։ Ու դեռ ուշացումները Քոչարյանի վաղ ոնց էին տալի, գումարած դրան ցածր թոշակը ընդհանուր առմամբ, այն էլ քիչ տարիներով։ Ու ես կարծում եմ, որ մեր այս կողմից լուրջ ուսումնասիրություն է մի հատ պետք անել ու շատ լայն մեծ գործ կհարուցվի, եթե հանկարծ կպնեն այս հարցը։ Այստեղ նաև գիտես խնդիրներ կա։ Ոնց են արխիվները թվայնացրել, շատ հավանական է, որ արխիվները թվայնացնելու ժամանակ այդ նույն համակարգչի մեջ մի 5-8 տարի թռել է մի կողմի վրա, կամ ինչ-որ մեկը ալարել է։ Մի հատ էլ արխիվները մի երկու անգամ բաժար տվեցին, դրանից հետո էլ այդ արխիվները չկա, լրիվ։ Էլ դժվար կլինի բան անելը։ Չգիտեմ, այս հարցը իսկապես կարելի է որոշակիորեն բերել օրակարգային, եթե ոչ ամենաառաջնային հարցերից դարձնել, բայց այնուամենայնիվ դարձնել հարց ու քաղաքասարակության համար։ Նաև ստե մի հատ շատ կարևոր բան կա, էլի, այս ակտիվ թոշակառուների սերնդի համար, այդ շատ կարևոր հանգամանք է։ Մեկ էլ ասենք մարդը իմանում է, որ իր այդ թոշակի գումարը ինչից որ ձևավորվում է, այդ տարիների մեջ գտել են մի 4 տարի ավելացրել են։ Դու պատկերացնում ես այդ մարդու ուրախությունը, տրամադրությունը, վստահությունը պետության հանդեպ։ Չէ՞ որ այդ ամեն ինչը անձի բան չի կամ ինստիտուտի մասին չի, դա հենց պետության հանդեպ է։ Հա, որ վստահ լինես, որ պետությունը հետևողական։ Գիտես ինչ, նայ առաջ առանձնապես կարելի ասել դրա հետևից չէին ընկնում, որտեվ 10,000, 11,000 ինչ տարբերություն, հա? Այսինքն եթե 10,000-ը կդառնա 11,000 կամ չգիտեմ 10,500, ինչ տարբերություն առանձնապես, դրա համար չարչարվել, գնալ դիմումներ գնել, բայց հիմա չախպեր, նորմալ բան է, թոշակ է։ Բացի այդ, այստեղ ավելի, իհարկե գումարը բացի, այստեղ ավելի կարևոր է հենց այդ զգացմունքային արդարության վերականգնման պահը, հասկանում ես։ Իրանց խնդիրները անտեսված չեն։ Օրինակ, ես ճանաչում եմ երևի թե մեր երկրում ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող կնոջը, իմ իմացածներից ամենայն դեպս 75 տարվա աշխատանքային ստաժով Տիկին Սեդան, ով աշխատում է։ Հիմա այո, դրամատիկ թատրոնում է։ Տոմսերի։ Հա, հասկացա։ Ամսի 19-ին էլ էլի Իրան ոնց որ ես էլ եմ ճանաչում։ Տիկին Սեդան, այդ ողջույնները հարգանքներս ու բանա, ինքը շատ հետևողական է, որպեսզի բոլորը գնան թատրոն ներկայացում դիտելու։ Այս անգամ էլ ամսի 19-ին վաղուց չեմ գնացել, արդեն ջղայնացած էր զանգում։ Ինչ հետաքրքիր դու պիտի գնաս հանգստանաս դու։ Ասի անպայման կգամ, լավ, ամսի 19-ին հրավիրել է կնոջս հետ եւ մեր Գևորգին Սուջան, պատանդ դարված տղաներից, որ վերադարձել են, նրան նույնպես հրավիրել է կնոջ հետ, այնպես որ մենք 4-ով գնալու ենք։ Եթե ուզում ես երկու հատ տոմսար արի։ Ես էլ մի առաջարկ ունեմ, օրինակ, բայց կներես ինչի համար էի ասում, 1000 ներողություն, էլի միտքը ավարտեմ ու ուղղակի շեղվեցի, 75 տարվա աշխատանքային ստաժ, ու այսինքն 15-16 տարեկանից է աշխատել, եթե չեմ սխալվում, անչափահաս տարիքից,
մի խոսքով ամենայն դեպս 92 տարեկան հանկարծ փորձեն մեկը փորձի ես լուրջ եմ ասում ես էլ չիմանամ անգարց դες բան խնդրում եմ ինքս էլ հունից դուրս կգամ ստաժի հետ նրա այն որ կես դրույք չգիտեմ մի քիչ էսի սենց այն բայց դուք գիտեք արդեն մեծ եք բան սես բաներ լուրջ եմ ասում դա երևի հանրության ցասում է առաջացնի որովհետև նման մարդիկ անգամ եթե աշխատավայրում օգտակարության գործակիցը մի փոքր տարբերվում է քան երիտասարդների մոտ կլիներ իրան ներկայությունը մենակ պետք այո պետքա նրանց պահել գուրգուրել փայփել ու անգամ դարձնել դեմքը բրենդինգի ենթարկել հասկանում դարձ բանը հիմնարկությունը նրան դարձնելով քո դեմքը Կոմոդ աշխատում է 75 տարվա ստաժով։ Ես հիշեցի բազմաթիվ տենց վիդեոներ, մասնավորապես Ճապոնիայից, երբ որ, ասենք, մի հսկայական ավտոկոնցեռնի ղեկավարը հավաքվում են այդ ամբողջ կոնցեռնով կանգնում են ծափահարություններով, այս մարդն էլ սկի տեղյակ չի, դու մի ասա, այդ մարդը, եթե չեմ սխալվում, 50 տարի աշխատել է այդ ավտոկոնցեռնում։ Ուրեմն քիչ է որ թղթի վրա մի հատ հսկայական չեք է, ընդ մի ահռելի գումարով, դրսում էլ այդ կոնցեռնին, դե որ ռեկլամ չլինի անունը չեմ տալիս, այդ ճապոնական կոնցեռները բոլորը գիտեն, ու դրսում էլ այդ կոնցեռնի ամենաթանկարժեք մեքենան բանալիներով, սենց էս էլ քեզ նվեր, դե Պարզա չէ այդ մարդը։ Ահա, այ ապրես ու այդ որ ասում էր բրենդինգ, այդ է։ Այո, ու նման բաները երիտասարդների մեջ աշխատունակությունը բարձրացնում են։ Հա, իհարկե, մոտիվացիա մեծ։ Թոշակի գնացող մարդկանց մոտ է Իսկ եթե անկարծ այն երիտասարդը, որ տեսնի, որ տարիքով մարդուն արդեն անպետ բանի պես sense ոնց որ հեռացնել, ինչա տարիքն առել է արդեն մի քիչ օգտակարության գործակցը կչացել, ոնց որ ավելորդ համարեն դեռ այդ մարդու խնդրեմ մի կողմ էս երիտասարդն էլ չես մարդը։ Ես քեզ ուրիշ բան ասեմ, դու հիշում ես COVID-ի տարիներին քեզ ոնց էիր զգում, երբ որ ստիպված էիր տանը մնալ։ Ես գտա իմ համար զբաղվում, գիտես։ Հա, բայց դու պատկերացա, որ ստիպված էիր տանը մնալ, դու գտել ես զբաղվում։ Ես էլ եմ գտել, որովհետև հեռուստատեսություն էի ղեկավարում, ուզեի, չուզեի, թեկուզ պետական ռոլիկները եթեր տալու համար պետքա գնայի։ Բայց որ ստիպված եղա մի շաբաթից ավել մնալ տանը, ես տեղս չէի գտնում։ Քանի ամիս ես մասնագիտություն անգամ սովորեցի։ Ես մի շաբաթ հացթուխի մասնագիտություն սովորեցի, ես հաց էի թխում։ Տես։ Բանա, գնացի հացի, մեր դա հիմական չէ, ամեն բակում փոքրիկ հացա։ Հացի պռել։ Գնացի գնելու իմիջիալոց ամենահամով հացն է, երևի ինձ համար անձամբ։ Այդտեղ գնում եմ եկել տեսա գրածա, որ պահանջվում է բան, փեշնիկ, ինչ որ ասես բան։ Ասի իբր չեմ կարա աշխատեմ ես։ Բան դա գիտի կատակ եմ անում, մի խոսքով։ Մեկ էլ ոտ մեջ ասեցեք գիշերը դե ժամը 4-ին կգաս, ասել գիշերը 4-ին լուրջ դեմքով գնացի, դուրը բացի վախեցա, վեր տռա, դե գիշերը 4-ին։ Պատկերացրու, մտքի ծարովեր չէր անցնում, որ կարող է պատահի։ Ու տենց հարևաններն են, դե մեր բանկի ժողովուրդն են, բան գնումները կատարողները հիմնականում գալիս են առաջին ռեակցիաները շատ բան է, տարատեսակ են եղել ու տարօրինակ, բայց հասկանում պարը պիտի նստենք տուն, հենա զբաղվում ենք, հետո քիչ-քիչ սկսեցի հաց թխելը սովորել, խմոր բռնել ինձ, ուղղակի արդեն հետաքրքիր, ես ստանում եմ մեկա փեշնիկի աշխատավարձ, բայց միևնույնն է ինձ այդ դες չեմ կարող սահմանափակ դնել Գիտես ինչ, ես ու դες այդ մասնագիտությունը սովորեցի, ափսոս հետո մեր ջրերը մի արվով չգնաց ու մենք բայց այդ լավ է, թե չէ գնելինք կորցնենք որպես բանի մեդիայի դեմ եւ շատ հնարավոր է, որովհետեւ ինձ ցել էր արդեն շատ լուրջ հետաքրքրել այդ ուղղությունը։ Հա, իհարկե, գիտես ինչ, ես էլ ասեմ որ թեման արդեն անցնենք մյուս թեմաներին, թե չէ, ես արդեն խոսացինք, քեզ հաղորդման պրսնում է։ Ես էլ օրինակ ասենք առաջին մասնագիտությամբ եղել եմ կահույքագործ, մեբելշիկ։ Ասենք Ես տրիկոյի տեխնոլոգ եմ։ Թե գիտեմ այդ ինչա։ Հետո վարտաբերության ցեղում եմ։ Ես 4-րդ կարգի ատաղծագործը, տենց հա կոչում ինչքան գիտեմ մեբելշիկ այդ բանը հայերեն ու ատաղծագործ էի 4-րդ կարգի։ Լուրջ կահույքներ էինք հավաքում։ Լուրջ կահույք ես էլ եմ կարողանում հավաքել։
Չէ, մենք սարկում էինք, հետո հասկաց։ Ուրեմն մենակ էի ապրում մի որոշ ժամանակ, հետո պիտի արդեն ամուսնանայի, ծնողներս ստեղ չեն, խոհանոցի կայուկ չունեի, մի 20 տարի առաջվա բան եմ պատմում։ Գնացիր դեսպեն առավ, Գնացի ամեն ինչ առա, բերեցի, սիրուն կտրտեցի, գծագրել էի բան, դες դրեցի հավաքեցի, ված չէր ստացվել իմիջայլոց, բայց որ ամենավերջում իմ ուզածը չստացեց, դե ես ուզում էի նենց հավաքեի, որ լվասկի մեքենան գնեինք, որ անգամից տես մեծ էի բռնցրել էլի մտովի, հետո որ գնացինք ու մի քիչ տարբերություն տվեց, դռները դեռ չէի դրել, տենց էլ ալարեցի դնեմ, ու տենց էլ չդրեցի, հետո անցավ տարիներ, տենց մնում էր մեբելը, հետո բանա, ծնողներս դե եկան, ստեղ էին, մեկ էլ մի օր բանը, պապա դնայում, հայրս էլ արեստավոր բարդ է, ու շատ մուզ ինքը ամեն ինչը ինչ արելա, շատ միլիմետրով ամիշտ արել, սս դե գնել լավ էլ հավաքել է, բան, հերոս ինձ քիչ է էլի գովում առասարակ, մեկ էլ կինս ասեց, դե դռները չի դրել, ասմանա ջան, էդի նորմալ է իրապարագայում, ենի հավես ունի, մեկ էլ դուրը բացի, պագի, բայց վերջերս անցյալ թե նախանցյալ տարի էր, լավ էր, ընկերս եկավ և մեզ ազատեց 5 աղույքից, դե մենք միակ այսքան սովորել է լավ բան, փորձել է լավ բան, չստացվելուց չպետք է վախենաս, հատկապես երիտասարդներին ուղղակի։ Իհարկե։ Ես օրինակ հիշում եմ, դες գարնանային տոներն էին, չէ՞, ես դպրոցական տարիներում չի եղել, որ դպրոցական ուսանող տարիներին անգամ չի եղել, որ ես նվեր առնեմ։ Միշտ ես եմ իմ ձեռքով մի բան սարքել, ու ինձ թվացել է, որ դա օրինակ մեկը ինձ, եթե մեկը բան նվիրի, որը իր ձեռքի սարքածն է, կհամարեմ ամենաթանկարժեք Իսկ իրը։ դասարանի աղջիկեքի սարկած անհաջող խմորեղենա ոնց է։ Չէ անհաջող չէ։ Ուտելուց մեր համար անհաջող չէ։ Բայց իրականում եթե այսօր փորձես կփախնես։ Բանա, դե վառվող պեչեներից հետո դա լավ բան է։ Բանով ինչ որ փետուժներով զամբյուղներ էի հավաքում մեջը ինչ-որ շիշկաներով, բաներով կոմպոզիցիաներ այ, կոմպոզիցիաներ, այո բան, ինչ-որ ձվով անգամ ծաղրացուներ էի դա սարքում բայց ընես բաներ էին, որ կարող էին հիշվել մենք երկու րոպե շշի մեջ խաչ էի հավաքում բայց վստահ նասկի ու փողկապ ստացած կլնես այո, ես փողկապ իմիջայլոց սիրել եմ բայց դասարան նասկել եմ սիրել Չէ, փողկապ սիրել եմ, այն ժամանակ առհասարակ երիտասարդ տարիքում ավելի դասական էի սիրում հագնվել, փողկապ, կոստյում, անպայման իմիջայլոց կոստյումի տաբատը երևի մոտ 14-15 տարեկանից սկսած փորձել եմ ինքս հարթուկել, որպեսզի իմ ուզածով են գծում մի կես ժամ 40 րոպե, սենց մարլիայով ժանետ են ասում, ինչ են ասում, որ սենց փայտով դրվում են, հա դրանով դες, բայց հետո ինչ-որ բայց սկսեցինք ջինս բան հագնել, չնայած ես վերջերս ոնց որ թե էլի քաշում այդ դասականը, քիչ-քիչ վերադառնում եմ այդ արդյունքման process-ի մեջ չասեցիր այն ժամանակների know-how-ն, չէ։ Know-how-ը բանը ներքնակը բարձրացնում էին, շալվարը սենց փռում էին, ներքնակը գցում էին վրան ու գիշերը կնում էին։ Առավոտը հանում էին շալվարը Չէ, ես ավելի կտիմազ եմ եղել, այդպես ես չէի հագնի Ես շատ ավելի կտիմազ եմ եղել Կեշես տաբատներ կային, որ այն որ մի պահ մոդա էր, մի 3-4 հատ վիտշկով կողքերը Անգամ դրանք երկու կողմերը բոլորը հավասար միլիմետրով Ես այդպես էի հարթուկում Իսկ ես տալիս էի բանին դերցակին, որպեսզի շատ չարչարվեմ, մի հատ կարով այդ գիծը կարում էր Դու հարուց ես արել Բայց այդ ինչ-որ շատ անձնական բաներից սկսեցինք խոսել Չնայած երևի շատերի մոտ ինչ-որ հիշողություններ արթնացավ, այո Շաբաթ օրը, լավ տրամադրությամբ սկսեցի Իմիջայլոց Փաշինյանը Ստեփանավանում է Կոնկրետ տաշիրում էլ եղավ Տաշիրում է սենսացիոն հանդիպումներ ուներ, բայց հիմա գնանք դաթարի ու գանք Գնանք, կարճ դաթար Կարճ դաթար
Ահա Վերադառնանք մինչև Տաշին անդրադառնալը, որտեղ այնտեղ հետաքրքիր քաղաքական զրույցներ եղան, մենք մեր հեռուստադիտողներին խոստացել ենք, որ այն լուսանկարը ցույց տանք։ Այն պատի վրա գալիս ենք պատիվանեցանկարը մեզ կոչ են անում աղբներ գետնի։ Եկեք ցույց տանք։ Այդ լուսանկարը ցույց Ուրեմն տանք։ մի քիչ մոտիկացնել չի, նո՞։ Չէ, արդեն ուշ է։ Հա։ Իմ ռեժիսորը ջղայր է զրույց։ Դե պիտի մոտիկացնեինք շուտ ասեինք։ ասեինք։ Հիմա գրածա գցել, մոտիկացրել։ ստացվում է։ Հա։ Ամոգաստուր։ Ահա։ Գցիր, նետիր, Աղբնետի ეხենք հերու գնում այն մին, որ պիտի լինի մի գցիր, մի նետիր, այդ մին ջնջվել է, որովհետև շատ բաց այդ սպիտակ ֆոնի վրա սպիտակ տառով է եղել գրած։ ասենք ով է եղել դիզայները, ով է եղել դա հաստատողը, սպիտակ фоնի վրա սպիտակ տառերով գրած մի կողքը սևով գցիր, նետիր եւ այլն, մի տեղից չէր երևում, вообще չէր երևում ու դարձել է խրախուսանք։ Ամենաուժեղը վերջի կոչն է, աղբի տեղը է։ Դե ախր Դե լավ, վերադառնանք մեզ։ Դուք ես դուխով եւ հպարտ զգում ես։ Հայաստանում այո, Հայաստանից դուրս ես ինչ որ չէ։ Հա, այդ ինչ համար ասեցինք, սա մեր տեքստը չի։ Սա մի քաղաքացու զրույցն է երկրի վարչապետի հետ։ Նորմալ է, որ այդ հարցը առաջանում, հա։ Ու փորձենք մեր քաղաքացու հետ խոսենք որպես քաղաքացիներ, որովհետև դա մեր միջավայրն է, հա։ Թողնենք հələ պաշտոնյաներին։ Մարդը ասում է, ես բանը ուրիշ երկրում ինչ չեմ կարողանում դուխով ու հպարտ զգամ։ Դե Փաշինյանն էլ ասում է, դե ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք չէ զգալ, որովհետև դուխով ու հպարտ ուրիշ երկրում իրենց զգում են այդ երկրի քաղաքացիները։ Դու հյուր ես այնտեղ, ինչպես որ մեզ մոտ հյուր են մյուս ժողովուրդները, ովքեր որ գալիս են գնում։ Օրինակ հնդիկները, հելն է, իրանց պահեն անենց մեր քաղաքի փողոցներում, ոնց որ իրանց պահում են Հնդկաստանում, հա։ Բնականաբար չէ, պետք է հյուրի նման պահեմ, բայց այդտեղ շարունակություն եղավ, իմիջիալոց դու չգիտեմ, ուշադիր եղել ես թե չէ, կամ ամբողջն ես լսել, որովհետև մի հատվածը միասին էինք լսում։ Բանա, ասում է, նոր տարուն տեսանք լավել այդ ձեր տուրիստները, լավել դուխով ու հպարտ էին։ Նախ եղբայր, լավ չի ուրախ եւ հանգիստ կամ վստահ անվտանգության առումով վստահ հյուրին շփոթել դուխովի ու հպարտի հետ, որովհետեւ դա շատ լավ է, երբ որ քո հյուրը, քո տանը իրեն զգում է ուրախ եւ զգում է բան, ապահով։ Դեկտեմբերի 31-ին Թեմզայի ափին, Սենայի ափին, Իսպանիայինը չեմ հիշում, վերջ ընդեղ էլ ափին, մարդիկ տուրիստները հավաքված, հաշվում են մինչև 12-ը, գմփացնում են շամպայները, կեֆ են անում։ Դա ուրախ են ու իրանց զգում են ապահով։ Դա դուխովի ու հպարտի բան չի, չնայած մյուս կողմից, գիտեք, այդ դուխով եւ հպարտ պետքա դա ինչ որ պահի է պետք լինում, որ դրսևորես։ Դա անեշի, որ պիտի առավոտը զարթնես, ու դուխով գնաս լվացվելու, հպարտ սանրվես, բաս։ Ոնց որ ռուսները Դուբայում։ Հա, դա ցանկացած տրամադրվածություն կամ բնավորության գից ցուցադրվում է ինչ որ իրավիճակում։ Եվ այո, մեկը ես ինձ դուխով եմ զգացել եւ զգում եւ զգալու, հպարտել եմ զգացել, զգում եւ զգալու, եթե մեկը փորձի չափել իմ դուխը կամ հպարտությունը, թող չափեն, կտեսնեն, ու փորձեր եղել են չափել ու տեսնողներ են եղել։ Այսինքն ստացվում է, որ առաջ ու դա խուլիգանական փողոցային բաների մասին։ Առաջ պայմանական գնելը գնում էր Վրաստան, ու մի հատ իրանք sense գալիս են դիցուկ ապտակում են, ինքը շուռ էր գալիս ապտակում էր պատասխան, հա։ Այսօր որ ապտակում են, այսօր որ պայմանական գնելը գնում է Վրաստան, գալիս են ապտակում են, ասում մի հատ էստեղ կապտակես, որովհետև Նիկոլ Նահիմի հա, այդ ստացվում է։ Դա չի կարելի։ Հետո այդ դուխով լինելը, գիտեք,
Նախ դա մի քիչ դե գիտենք, այնքան էլ հայերեն բառ չի, բայց այնուամենայնիվ, այն իմաստով ինչպես որ մենք օգտագործում եւ ընկալում ենք, դա փողոցային բարքերի մասին չի, էլի, այնպես ինչ որ իրար հանդեպ դրսևորելու մասին չի։ Մենք իրար հանդեպ պետքա հանդուրժողականություն դրսևորենք, հարգանք դրսևորենք եւ մեր դուխը իմիջայլոց հենց այդտեղ կիրառենք, որ այնքան վստահ ենք, այնքան դուխով ենք, որ կարող ենք, այո, մտնել երկխոսության դաշտ առանց վախենալու, որ կարող է մեկը այլ կերպ ձևակեր։ Մենք դուխով ենք, երբ որ մեր գրպանից հանում ենք հայկական անձնագիրը, որի մեջ գրված է, որ մենք Հայաստանի քաղաքացի ենք։ Այ էտա դուխը։ Այո։ Այլ ոչ թե ձեռդ մսնում ես գրպանը, մեկ է խառնում ես, որը հանես։ Չէ, որը հանես։ Հա, որտեվ կա երկիր, այդ դրանը որ հանում ես, դա գժի թուղթ է։ Հա, բայց գիտես ինչ է ցուցաղում, Մկրտչյան ջան, մեր երկրում եղել են իրավիճակներ, նո ժամանակահատված բավականին երկար, երբ որ գժի թուղթ ունենալը դա առավելություն է։ Նախ մի ամբողջ նախ ինչ հանցագործություն դա լուրջ ձեռքբերում է ունենալ հետևի գրպանում գժի թուղթ ու մինչև այսօր դա կիրառողներ կան այսինքն նորմալ երկրներում մարդիկ ձգտում են ապացուցել իրենց առողջ լինելը գումարած դրան ունենալ այնպիսի փաստաթղթեր որոնք հիմնավորում են իրենց կայուն մտավոր հիվանդները կամավոր գնում են բանակ ծառայում են որ իրանց վրայից այդ բանը այդ հարևանի խոսքը կա այբը, հա, այդ այբը մաքրվի դուրս գա։ Ու չասեն որ ինքը բանա, ինչ են ասում, նիգոդնի են ասում, հա, ինչ ասեն որ ինքը նիգոդնի է, էլի։ Ոչ պիտանի։ Հա, ոչ պիտանի ծառայությանը։ Հա։ Մի հատ ասալի գտե։ Հա, լսի։ Ես չգիտեմ, երևի այս հերախոսները հավաք են հաղորդումը նկարելուց առաջ, որտեղ անկախ ինձանից էլի դա ասում։ Բանա, պապիս մի օր ասեցի, կնոջը պետքա լսել, ասես ջան, կնոջը պետքա միայն մի կին կա, որ պետքա շատ ուշադիր լսել, ասեցի այդ որնա, ասեց մետրոյի միջի ենքին է, որ ասում զգուշացեք դռները բակվում են։ Ընդ որում ինձ թվում է դրա շարունակությունն էլ կա, էլի, պետքա հաջորդն էլ լսես, որ հաջորդ կայարանը Բաղրամյան։ Հաջորդ կայարանը զոհ։ Լավ, ասենք, ես ուրիշ տեղ եք մտնում։ Հիմա ինչ մինչ այս ներկուսակցական քարոզարշավ էր դրա համար էր վարչապետը ուրախ ավտոբուսով կառավարության անդամներով շրջում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմա ոնց որ թե վերջացել է դա ցուցակներն էլ հրապարակվել են ինչ ես կարծում սա ուղերձի նման է ուղերձ է ավելի այսօրվան է որ գնացել է հենց Ստեփանավան ու հենց Տաշիր իհարկե Ինչ ուղերձ է ում ուստես ինքը ընդհանրապես մի ուղերձ ամենակարևորը թե ընտրողի թե չընտրողի վարչապետն է այս մարդը այսինքն այս մարդը այսօր ներկայացնում է երկիրը երկրի կալվածքներ գոյություն ունեն սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է վաղը եթե ինքը չընտրվի ուրիշ մեկը լինի կամ ուրիշ ուժ գա անգամ միևնույն այդ մարդն էլ պետքա լինի երկրի պետականության խորհրդանիշ ու եթե այդ մարդը երկրի պետականության մասին չի մտածում այլ մտածում է այս պետականությունը ոնց փաթեթավորի մցնի ինչ որ մի հատ չգիտեմ այլ երկրի տարակներից մեկը այստեղ մտածելու բան կա Բայց ոնց որ բավականին նորմալ չէ դիմավորեցին ես զարմացա օրինակ ինձ թվում էր թե այնտեղ կլինեն էլի ինչ որ հին մենտալիտետով ինչ որ ի վերջո քանի որ Տաշիր բան այնտեղ ասոցիացիա կա չէ կարող է այդել ինչ որ բան առաջացնել բայց ոչ գիտես ինչ որ սենսացիայի ենք այսօր սպասում ճիշտ է այս բանը որ ձայնագրվում ենք հաղորդումը դեռ չգիտենք ինչ կլինի, բայց սենսացիա է այսօրն է, այսօր պատմական օր է տեղյակ ես դու
Որ պահ ուզում եմ ասել, որ մոմենտ։ Չէ, լուրջ պատմական օր է այսօր։ Համենայն դեպս ես տեսել եմ լրջագույն քաղաքական գործիչների, ինչպիսին նա օրինակ Դու բանը ու Նարեկը Կարապետյան, Մելոյան Գոհարը, Ալեքսանդր գիգանտները քաղաքական ու իրենց թիմը ամբողջությամբ այսօր ասում են, որ այսօր պատմական օր է, որովհետև այսօր Սամվելն ես ասում։ Այսօր Սամվել Կարապետյանը խոսելու է։ Խոսելու է։ Այո։ Ինչ որ մի տեսակ նմանվում է Իրանի նոր հոգևոր առաջնորդին։ Լսի, այդ մարդը ամեն օր խոսում է, բայց մի հատ ֆոտո, մի հատ վիդեո, մի հատ post չկա։ Դե ոնց է կոչվում մանշտաբի, մոտավորապես ինչ որ մասշտաբոտ բան է։ Այս ուժերի հետ ասոցիացիա ընտանում։ Այսօր խոսելու է ու դա կարձանագրվի երևի մեր սերունդների համար։ Միակ բանը, որ սիրտս անհանգիստ է, դա այն է, որ մենք չունենք հիմա երևի լավ ժամանակագիրներ, մեր օրյա Մովսես Խորենացիներ, ովքեր որ կարձանագրեն մագաղաթի վրա այս ամենը եւ կփոխանցեն մեր սերունդներին։ Գոնե թե դավրիժեցին լներ։ Գոնե դավրիժեցին։ Դավրիժեցին, դավրիժ, ինչ որ մի տեսակ ռուսական դերվիշոտ է։ Դե հա, մի քիչ տրամադրություններս նորմալ է, այսօր շատ ենք ծիծաղում, բայց հեչ չենք ժպտա ու հեչ չենք ծիծաղի, եթե ընտրությունների արդյունքները լինեն այնպես, ինչպես այս մարդիկ ամեն օր ցանկանում, երազում ու հայտարարում են, հա? Էլ ինչ Հայաստանի սուվերեն Այստեղ մարդիկ մի կողմից մեղադրում են, ասում են, բա այդ նույն քաղաքացիներն էլ են, չէ՞, ասում են, բա եթե այդ ինչ խաղաղություն է, որ մի մարդու շուրջ է կառուցված, բա որ ձեզ մի բան հիմա լինի, բա ինչ է լինելու Իրանք է տենց էլ չհասկացան, որ այդ խաղաղությունը պետականության շուրջ է, ոչ թե մի մարդու անձի։ Բացի դա, այո, խաղաղությունը նոր է ինքը, ասենց հյուսվում, հյուսվածքներ է ստանում, նոր կարծրանում, նոր ամրանում, նոր այդ ատոմները աշխատում են, իրար հետ սկսում են ամրանալ ու այդտեղ հավելյալ ներգործությունները կարող են լուրջ ցնցումներ բերել ու քանդել դա եւ հեչ անբնական չի, երբ որ մարդը ասում է, այսքան գործը բերել հասրել եմ, ստեղ տվեք հնարավորություն մի քիչ էլ ավելին տանեմ, մի քիչ էլ ամրանա, տեսնենք ինչ ա լինում։ Այսինքն իրանք ու թեխի են զարմանում այդ ինչ ապշահարված բաներ են, ես չեմ հասկանում։ Չեմ ասում 100%։ Այսինքն իրանք sense վերցնելու են այս թուղթը, որի վրա գրած է խաղաղություն, տանելու են դնեն Ալիևի առաջ, sense ասել են տեսա ավելացրա արժանապատիվ։ Հա, մեկ էլ բան են անելու, տանելու են մի հատ ուրիշ թուղթ էլ, ես ու գրիշն է։ Հեչ, ասում են պետք է, եթե ուզում ես։ Տանելու են մի հատ էլ ուրիշ բանի մոտ, ասեն ուրիշ թուղթ են տանելու, ասեն մի հատ էլ Թրամփ ստեղ գրի, որ բանը Պուտինն էլ է մտնում ստեղ անվտանգության երաշխավոր դառնա, ու դուք իրար հետ պիտի ստեղ առանց սեփական շահեր դիտարկելու աշխատեք։ Էլ չի կոչվելու trip, ինքը կոչվելու է trip։ Այո, որտեղ ռուսների համար էլ դիասկանալի լինի, չէ։ Հետո բանա, ու ինչն է հետաքրքիր, պետք չի խուսափել տղերք, եթե ռուսամ, օրինակ ես Արամին Սարգսյան, եմ շատ հարգում նաև, որովհետև ինքը հստակ ասում է, որ ինքը արևմտամետ ուժ է, ու երբ որ անգամ, բայց ինքը չի ասում, դա չի անում որևիցե մեկի հաշվին, մախպեր դու ռուսամետ ես, էլ լավ է քո գործն է, ես արևմտամետ ուժ եմ, կամ եթե մեկը ներկայանում է որպես բալանսավորված ավելի քաղաքականության մարդ, ասում է շատ լավ, անգամ դրա դրական ու բացասական կողմերի մասին կարա այդ զրույցի եւ այլն, օքեյ, բայց ես այն ուժն եմ, ընդգծված ես ուժն եմ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս ռուսամետները մի կողմից առավոտից իրիկուն ինչ որ բաներով մեզ անընդհատ պահում են ռուսական տիրույթում,
Մյուս կողմից ամաչում են ասեն, որ իրանք ռուսամետ են։ Ընդ որում դու Պաշտպանվում են ինչ որ։ զգացի, որ Նարեկ Կարապետյանը ինչ որ մի հատ նոր սիմբիոզ է հայտնաբերել, ասում է ոնց որ պետք է լինի Ռուսաստան, Իրան, Ամերիկա։ Դու պատկերացնում ես։ Ռուսաստան, Իրան, Ամերիկա։ Մենք հարաբերությունները պիտի կարգավորենք Ռուսաստանի, Իրանի եւ Ամերիկայի հետ։ Ու այս երեքը իրար հետ։ Այդտեղին տեղյակ չէ, հենց Պարսկաստանում Իսկ հիմա կռիվ է այս երկուսի մեջ։ Հələ Ռուսաստանն ու Ամերիկան մի կողմ այդ իրանց հարաբերությունները։ Մարդը տեղյակ չէ։ Դե հիմա գոնե փորձենք մի քիչ բան անենք, ինֆորմացնենք։ Ո՞նց ինֆորմացնենք։ Դες Այդքան պատմում ենք։ Չեն նայում, իրանք ամաչում են, վախում են, վախենում են, չգիտեմ, զզվում են մեզ նայելուց, չեմ հասկանում։ Նայեք մեկ-մեկ, տղերք, մենք ձեր լավն ենք ուզում։ Թե չեն կարքինից կեչը դարվա, ոնց եմ ես կեզանից զզվում։ Իմիջայլոց բաներ, տեսար արդեն երրորդ համաշխարհային պատերազմն պայթում էր արդեն, դուրս էր գալիս կառավարումից։ Այնտեղ նայում ես, մեծ Բրիտանիայից արդեն B-52-ները ճանապարհ են ընկել, այնտեղ Ֆրանսիան բերել ձորքերը լցնում է, բան, Լատվիա, Լիտվա։ Երեկվա Թրամփի ասածը вообще ուժեղ էր, շատ ուժեղ էր։ Այս անտառուսերեն բառերը անդադ մտնում է, ելեք ասում է, դե մենք 24 ժամ կսպասենք։ Ախպեր դու իրանց երկու շաբաթ ես տվել։ Ասում է 24 ժամ կսպասենք, եթե պատասխանը տենանք ոնց է ալնում, մեր նավերը արդեն բարձվում են զենքով։ Ու հələ չի հանգստանում։ Իտալիայի պաշտպանության նախարարը, այս սաղ ասում եմ 10 րոպեվա մեջ, նայ։ Ուրեմն պարկած եմ, մեկը տելեգրամային որ սկսում է անհանգիստ ընկել տալ գիշերվա ժամերին, ուրեմն աշխարհում լուրջ բաներ են կատարվում։ Դու էլ ձենը չես փակել։ Մի քանիսինը փակել եմ, մի քանիսինը չէ, որոնք որ այնց ճակատագրական բաների մասին ամշտապես դրանք բաց եմ թողնում։ Նաև մեզ համար ու շատ դեպքերում անհրաժեշտ եղել գիշերով դուրս ենք եկել, եթեր ենք մտել մեր էջերով, նույն մեր սահմանների հետ կապված։ Ուրեմն մենք էլ նայում ես B-52-ները մեծ Բրիտանիայից դուրս եկան 6 ժամից բանա Իտալիայի պաշտպանության նախարարը ասում է, որ հնարավոր է բանա ատոմային ռումբա կիրառելու։ Լսում ես, որ Ֆրանսիան ինչ-որ զորքերը Լատվիայի թե Լիտվայի կողմերնա բանա Ռուսաստանի հետ սահմանից մի 120-130 կիլոմետր էս կողմ։ Լսում ես Պարսկաստանը այնտեղից արդեն ասում է 1 միլիոն զորք եմ անել։ Հանելա ասում է, հեսա 4 կոմս ինչ կա հանում եմ մոտ։ Փոշուց եմ խեղտելու ձեզ։ Նայում ես անգամ Չինաստան, այն արևելյան երկրները անգամ սկսում են ինչ-որ արտահայտություններ, Պակիստանի ղեկավարը իրար խառնված չգիտես ինչ, Նարեկս ասում է Իրանը, Ամերիկան եւ Ռուսաստանը Ինչքան է պետք տեղյակ չլինել ոչ մի բանից ապեր։ Ոնց ես արել։ Ես լուրջ եմ, Էրնեք քեզ որ շատ պոզիտիվ մարդ Իսկապես ես չեմ կարող ասում եմ այո տեսա մի բան փուստ են հեսա մոլորակը գցում են ջարդ են սրանք հասկանում չես կարող էլ քեզ անջատես մի քանիսը ինքս եմ հրապարակում ինչեւ էսի հրապարակում եմ մի րոպեից արդեն էտի հնացած է նոր բան է եղել ընդ մակնա չգիտես ինչ ասում ընդ հենոնա գոլ խփում ինչ որ սենց գիշերով այս ամեն ինչը գիշերվա կեսին ու էլ վերջ չես կարա քնես մտնում ես քո գործընկեր կայքերը հասկանալու համար իրանք ոնց են հասկանում այս ինչ դետալը իրանք մտնում են քեզ մոտ անձնական նամակներով մի հատ այս բանը տեսար մի հատ էլ էսի տես ինչա այս մյուսը բաման այս ու դու հասկանում ես վերջ մինչև լույս հաստատ քնել չկա իսկ եթե հանկարծ այս ամեն ինչը չի կարողանում սառել կանգնել ուրեմն մի քանի ամիս քնել չկա այսի մենակ քնելու մասով ես չեմ խոսում ուրիշ բանով Նարեկս Նարեկ ջան ես նախանձում եմ քեզ ես լուրջ եմ ասում ես կուզեի ես էլ այդքան տեղյակ չլինեի Ստեղ մնում է
Նարեկին խորհուրդ տալ, քանի որ մեր եթերաժամը երկրորդ բլոկն էլ արդեն սպառվեց, գնալ հագնել հարսանեկան կոստյումը, բայց գիտես ինչի համար եմ ես հարսանեկան կոստյումը հասում։ Չէ։ Դու ուշադրություն դարձրել ես մեր հայկական հարսանիքներում, ասենք մարդկանց 90%-ը կոստյումներով են, կոստյում ասելով նկատում են վերև ներքև, էլի դրա համար կոստյում եմ ասում, ոչ թե պիջակ, կոստյում շալվար կապել մեր հայկական տարբերակով ու այստեղ մի հատ շատ ֆենոմենալ բան կա։ Դու կարաս այդ հյուրերին սենց սիրուն նայես ու տեսնես մոդայի բոլոր տրանսֆորմացիաները, կոստյում տեսքով, պիջակ տեսքով, այսինքն այս մարդիկ ուտեցա, շատերի մոտ էլ կա կոստյում, որ ես հագել եմ տարին մի անգամ, պիջակ, ասենք այդ պիջակը ինքը տենց մնացել է, բայց դե մարդ կա, որ պիջակը 40 տարի է, օգտագործել տարի մի անգամ, մարդեն աստարը կախվել է, չեմ ասում, այդ մարդը սոցիալական խնդիր չունի, ինքս, ոնդ որում մեր պապիկներին, որ տենում ենք, իրանք էլ ունեն, սիրում են այդ պիջակը, ընդ որում ինչքանով էլ, որ ինքը անհարմար հագուստ է, ինքը անհարմար հագուստ է, էլի ասենք, այդ բանով չի։ Բայց բան է տալիս, քեզ էլ է տրամադրություն տալիս։ Մի քիչ ձգվել։ Ազդում անգամ մտածողության ձևի վրա։ Հա, երեք։ Հիմա կոստյումը հագնելու է գա, տեսնենք այսօր ինչ է խոսում մարդը։ Ես հույս ունեմ էլի պոզիտիվ կներկայացնի, էլի իր անտեղյակությունը աշխարհից կներկայացնի, դա օգնում է, ինձ սկսել է օգնել։ Սկզբում նյարդայնացնում էր, բայց հիմա սկսել է օգնել։ Ես նայում եմ ու Երանի եմ տալիս, նախանձում եմ, ասում եմ ես էլ կուզեի, որ չիմանայի ամեն ինչը երևի թե ինչ որ մի պահի։ Գոնե մի երկու շաբաթով, հա, ինչ որ գիտեմ ու նյարդեր բանկ թուլանարի համար դե արի sense թուլացրածել մեր հայրենակիցներին հրաժեշտ տանք եթերաժամը ավարտվել արդեն եթերում սև ու սպիտակն էր այսօր այսպես ստացվեց այսօր սև ու սպիտակը քիչ էր այսօր ինչ որ հուշերի մեջ էլ կան մի քիչ շատ անձնականից խոսեցինք Այս նորմալ է, բայց ամեն մեկ, ախր մենք բոլորով այնպեսի կյանք ենք ապրել, մեր ազգի այդ կողմից բանը, այս 35 տարիները այնպես ենք ապրել, որ բոլորս ոնց որ մի տնից լինենք ու ամեն մեկի պատմությունը ոնց որ թե բոլորի պատմությունը լինի։ Ու ցանկացած մեկը կարա մյուսինը շարունակի։ Հաստատ։ Ինքն էլ ավելացնելով։ Հաստատ։ Եթերում սև ու սպիտակներ։